Get ready with Sona. And Anu. Ողջույն բոլորին, այսօրվա իմ հյուրը Անուլն է։ Իմ գեղեցկուհին ժամանել է Հայաստան եւ ես իրան միանգամից իմ կապերով ներքին կապերով, այո, միանգամից ուղղորդել եմ դեպի նկարահանում ոնց է Հայաստանում։ Իդեալական, տանն եմ ինձ զգում, դե Հայաստանում եմ էլի։ Հա։ Բայց քանի որ ընտանիքս իմ հետ չի, լիովը իմ հետ չի, ինձ կիսատ եմ նաեւ զգում։ Հա։ Դրա համար ոնց որ կիսատ մարդ լինեմ այդտեղ։ Համ տանն ես, համ տանն եմ, հա, ինչ որ քեզ հետ չի։ Ահա։ Մենք անում ենք նաև խնամք, ստեղ տոները օգտագործեցինք մի քիչ հենց թարմանանք, ուժգի գանք, հետո ինչ տիպի մաշկոտ։ Տեաձև, տենց կիսատ։ Հա։ Կիսատ։ Okay, կանենք շիճուկ կուալիտայի ու եթե զգաց հավելյալ խոնավացման կարիք, նաև կարող ես խոնավացնող լոսյոն անել։ Okay։ Ոնց է Հայաստանում, ինչ որ նպատակ կա, որ եկել ես, թե ուղակի նպատակը սովորելն էր, ունքերի ու թարթիչների լամինացիա եմ սովորում Հայաստանում։ Ու քրիկիս հարսանիքներ, այդպես կարևոր մի քանի գործ ունեմ։ Ու վсё։ Ու հետ եմ գնում։ Չի ժամերին ես ժամերին։ Մի քանի ժամից գնում եմ аэроպորտ, այո։ Ոնց է զգացողությունը Հայաստանում ու Ամերիկայում ինչն է տարբեր։ Տարբերություններ շատ կան։ Չէ, տարբերություններ շատ կան իրականում։ Չեմ ուզում մարդկանց վերաբերմունքը ասեմ, որովհետև նենց չի որ ստեղ ինձ վատ են վերաբերվում, չէ, բայց մարդկանց վերաբերմունքը ավելի շատ մարդկանց ապրելաձևն է տարբեր։ Այնտեղ չեմ ասում մարդիկ շատ մի տեսակ ավելի հանգիստ են ապրում։ Իմ կարծիքով։ Այստեղ մարդիկ ավելի ծանր են ապրում, հոգսերը երևի ավելի շատ է։ Չգիտեմ։ Իրականում այստեղ իսկապես աննպատակ չի էլ այդ ծանրությունը, իրոք այստեղ հոգսերը շատ ավելի մի քիչ կոպտություն եմ նկատում մարդկանց մեջ, որ այստեղ մի քիչ ավելի կոպիտ են, քան այնտեղ, օրինակ այնտեղ այդ nice վիճակը մարդկանց շատ է։ Այստեղ էլ շատ ավելի հակառակն է։ Շատ ավելի չոր ու կոպիտ են, բայց դա իրական ես այդտեղ եմ ծնվել մեծացա, այդ ինձ այդքան չի խանգարում։ Ուղղակի այնտեղին երբ որ ադապտացվում ես, հետո գալիս ես այդտեղ, այդ քեզ շատ է խանգարում։ Կոնտրաստը մեծ է քեզ համար։ Հետո այդտեղի երթևեկությունն է ինձ շատ խանգարում։ Չգիտեմ, դա շատ փոքր բաներ է, որ տարբերություններն եմ ասում, չեմ ասում այդտեղ չի կարա ապրի կամ բան, չէ։ Տենց բան չկա։ Ուղղակի տարբերություններն եմ ասում, որ այդտեղի ընդդեղի տարբերություն։ Ուզում մի 2 ամիսը շատ դժվար էր, ինձ անընդհատ ուզում էի հետ գայի, որովհետև դեստեղ դասանցիներից էի թողել, նոր ընդունվել էի Պարվեստի ուսումնարան, իմ համար sense նոր կյանքի փուլ էր, ու միանգամից տեղափոխվեցինք այնտեղ, որ ոչ մեկին չէի ճանաչում, դպրոցում մարդ չկար ինձ ծանոթ։ Այդ մի տեսակ ինձ դժվար էր։ Բայց 2 ամիս հետո, երբ որ ձեռք բերեցին ընկերներ, շատ հեշտ էր։ Ընկերներն է, էլի ինձ իմ կյանքում միշտ օգնում է ընկերներին գտնելը, միշտ։ Ինչ ձև ընկեր ես դու։ Չեմ ուզում գոբան, բայց ես ինձ համարում եմ լավ ընկեր, պիտանելի ընկեր, չգիտեմ։ Հա, ես ինձ լավ ընկեր եմ ուղղակի համարում, ընկերներիս համար պատրաստ եմ ամեն ինչ անեմ, այդտենց շատ sense բան է հնչում, չգիտեմ, բայց իրոք պատրաստ եմ ընկերներիս համար ամեն ինչ անեմ։ Բայց լավ ընկերն է, իսկական ընկերներիս համար։ Հա, ունես։ Ունեմ։ Մի հոգի չի, մի քանի հոգի ունեմ։ Հա։ Ոնց ունեմ աղջիկներ ունեմ, տղա ունեմ, իրականում ես ընկերներին չեմ տես դասում աղջիկ տղայի, բայց դե բնականաբար ամենամտերիմներս աղջիկ ընկերուներս են։ Լավ։ Փոխադարձ է, միշտ կարևոր է դա աղջիկների հետ ընկերության մասին, միշտ ես էլ շատ կարևորում եմ ընկերությունը, հատկապես աղջիկների ընկերությունը ինքան փոխարինել է, երբեք ոչինչ չի կարա փոխարինի։ Այո։ Ոնց ես ընտրում ընկերներին։ Զգում եմ։ Հա, ես զգում եմ։ Իմ կյանքում իրականում ամեն ինչ թե հարաբերությունները, թե լավ ու վատ մարդկանց ընտրելը, թե լավ ընկերներին ու ուղակի ծանոթներին ընտրելը, այդ իմ մոտ տենց միանում անջատվում է։ Ես տենց հասկանում եմ մարդկանց։ Հետաքրքիր է, երբեմն հակառակն է լինում, որ շփվում ես չես հասկանում։ Սկզբում միշտ sense են բեստիները հակառակ, ինչ որ վատ տպավորություն է լինում, հետո մեկ էլ Չէ, ես զգում եմ մարդկանց, նախ ես զգում եմ իրանք ինչ ձև են իմ հետ շփվում, օրինակի համար իրանք իմ մեջ ով են տեսնում շփվելու ընթացքում, այսինքն որպես շահ են շփվում, թե մաքուր աղջկական հարաբերություններ են տեսնում, այդ զգում եմ, չգիտեմ, այդ կարող է շատ անպագորգոր եմ ասում, ես զգում եմ դա, բայց իրոք զգում եմ։ Ունես չի եղել, որ զգամ, հետո ինչ որ կյանքում մի փուլ հանդիպի, որը որ ինձ ցույց տա ապացուցի, որ ես սխալ եմ զգացել։ Չէ,
Փառք Աստծո, ինձ զգացել եմ ճիշտ եմ զգացել։ Համ լավ ընկերներին, համ այն որ օրինակ այս մարդու հետ ես գործ չունեմ։ Էդ էլ եմ զգացել ու վերջում էդ էլա ճիշտ դուրս եկել, որ իրոք գործ չունեի այս մարդու հետ։ Ընդհանրապես վստահող ես, թե քեզ շատ ժամանակ է պետք։ Ես կասեի այդ զգալու շնորհիվ, եթե զգում եմ, որ ինքնա կվստահեմ, բայց եթե զգամ, որ այս մարդուց ես կարող եմ վտանգ զգամ, իրան դիստանցիայով եմ մոտենում, հետո միջև հասկանամ, որ կարող է սխալ էի զգացել կամ կարող է, չգիտեմ, ինքը այն չէր ինչ որ ես մտածում էի։ Շատ տարբեր էր այդ սկզբի շրջանում դպրոցի տեղափոխությունը։ Քեզ որտեղ էր ավելի քո ապսեում զգում։ Դե բնականաբար Հայաստանում էի իմ ապսեում զգում, որովհետև էլի ընկերներս տեղ էին, հիշում եմ այն ժամանակ շոտ էինք խոսում, անընդհատ FaceTime-ով իմ ընկերների հետ էի խոսում, ընդեղ ու ստեղ, միջև ընդեղ ձեռք բերեցի ընկերներիս, հետո արդեն կամաց ոչ թե կապը սկորեց, միջև այսօր իմ կապը կա իմ ընկերների հետ, ուղղակի արդեն ոնց որ բաժանում ես երկու կյանքի, չես կարող երկուսն էլ պահես, պիտի մեկը թուլացնես, մեկը ուժեղացնես ու ընդեղ ավելի ուժեղացավ այդ իմ կապը ընկերներից հետ ու ուղղակի տենց եղավ։ Հարց չեմ հիշում։ Հարցը Դու ես շու։ Սպասի։ Ես լավ չեմ հիշում։ Դե կարևորը ոնց որ լոգիկայից պատասխանը շատ մոտ էր։ Ես օրինակ կար այդ տենց հարց տա, այդ պատասխանը Աստված շատ լավ է։ Ասեմ, որ ես իմ աչքերը վիրահատել եմ ընդամենը 3-4 օրը ու տենց ես շատ արգելված բան եմ հենց հիմա անում քսվելու առումով, բայց դե հիմա աչքեր չեմ քսում։ Ես ասեցի ման, բայց վիրահատվելա մեյքափով, քի ասես դե հա աչքերը դե աչքեր կարիք չունի քսել։ Հա աչքեր չեմ քսում, տենց դրա համար փոքր են քսվում։ Տեղային որ իբր իմիտացիա են կանում դիմակներով։ Ինչով ես զբաղվում Ամերիկայում։ Okay, ուրեմն Ամերիկայում, երբ որ վրացի տեղափոխվեցինք, ունեմ 2 եղբայր, մեծ եղբայրս ինձանից 2 տարի մեծ, 2.5 ու ոնց որ տեղափոխվեցինք, պետքա հասկանանք, թե ինչով պետք է զբաղվենք ու քանի որ մեծ եղբայրը շատ ավելի նպատակասլաց է, քան ես, որտեղ ես փոքր էի, ինքը որոշեց, որ պետքա բիզնես դնենք։ Այտենց մի երեկո ուղակի ինձ ասեց նկարներ ուղարկեց, մենք նույն տան մեջ ենք, բայց ինքը ինձ նկարներ է ուղարկում ու հաջորդ օրը զարթնեցինք, իրար հետ գնացինք այնտեղ խանութներ, մի խոսքով սկսեցինք այդ բաքսերի հարցը լուծել ու բացեցինք ծաղկի խանութ։ Ծաղկի սրահ բացեցինք հենց Ամերիկայում։ Հիմա բավականին հայտնի ենք այնտեղ, բավականին ճանաչում ունենք, շատ սիրված ենք ու տենց։ Ես շատ հավանում եմ ձեր գովազդային արշավները, շատ սիրուն էին։ Մերսի շատ։ Իրական 99% զբաղվում եմ ախպեր, այն 1% ես։ Հա։ Այո։ Իսկապես այդպես Չէ, անկեղծ տենց։ Ընտանեկան բիզնես է, թե չէ։ Ընտանեկան բիզնես չի, իմ ախպոր բիզնեսն եմ, ես ինքս իմ համարում եմ ախպորս բիզնեսը, ես ուղղակի իր մեջքին ցած կանգնած։ Ոնց որ այնտեղ տարածված է, որ բոլորը մտածում են այդ ընտանեկան բիզնես է, բայց չէ, իրական այդ ամբողջությամբ ախպորս քրտինքն է։ Հա։ Ու տենց։ Հիմնական գործս է դա։ Այդ դրանով եմ զբաղվում, պլյուս դրան նկարահանվում եմ սերիալներում։ Մամաս դիտում է։ Հա, շատ սիրում, դիտում, ասում շատ ցուցողական են։ Հա, ուսուցողական հաղորդումներ ենք շատ հանում, ես շատ գոհ եմ, շատ շնորհակալ եմ իրական, որ այդ ամեն ինչի մեջ հայտնվել եմ, որովհետև փոքրուց շատ եմ սիրել այդ ամեն ինչը, դեռ ստեղ եղած ժամանակ, մենք նախ իմ աղբերը ունի թատերական կրթություն, ու ինքն էր գնում նկարվում, ես ինձ կողքից իրան նայում էի, հետո մեր տունը գալիս նկարում էին տարբեր TV-ներից, տալիս էինք իրանք նկարում էին ու ես ինձ կանգնած բեքստեջում միշտ նայում էի ու միշտ մտածում էի, տենաս կգա մի օր, որ ես էլ նկարվեմ եւ եկավ այդ օրը։ Եկավ շատ անսպասելի եկավ։ Առաջարկը իմ աղբերն է տարել ինձ առաջին անգամ քաստինգին մասնակցեցի, այդ ժամանակ 18 թիվներ, ես 19 թիվներ, ես 18 տարեկան էի։ Այդ ժամանակ շատ փոքր դեր էր, բայց ընտրվեցի, հետո արդեն տարբեր քաստինգներին մասնակցելով եկա հասա առաջնային կերպարներ։ Թատերական կրթություն։ Թատերական կրթություն չունեմ, ես պարուհի եմ մասնագիտությամբ։ Հա։ Դեռ սկսեց իմ կարիերան որպես դերասանուհի։ Որպես դերասանուհի, թե կրթություն չունեմ, շատ կուզեի իրականում ունենայի, անսահման շատ կուզեի ունենայի, բայց հնարավորություններն էլ շատ Ամերիկայում առավելևս շատ ավելի մեծ է։ Նայ, Ամերիկայում առավելևս մեծ է, ուղղակի հոլիվուդյան կինոներն են մեծ։ Ես ինքս իմ մտածելակերպը համապատասխան չէ հոլիվուդյան կինոներին, որովհետև եթե ես ուզենամ օրինակ առաջ գնամ հոլիվուդյան կինոներում, ու իրանք ունեն ստանդարտներ։
դու պետք է համապատասխանես իրենց ստանդարտներին ու դու չես կարող ասես ես ես չեմ անի, ես չեմ անի։ Օրինակ ինչն է նույն համբույրի տեսարանները, նույն, չգիտեմ, քեզ համար դա չէ, ես չեմ նկարվի տենց տեսարանները։ Հա։ Իսկ սկզբանե միշտ ասում ես։ Ես ինքս ինձ հաճելի չի լինի, որ այդ տեսարանում նկարվեմ, դրա համար այն ինչ որ իմիտացիա ես անում, այդ լրիվ ուրիշ է, բայց Հոլիվուդում իմիտացիա չեն անում։ Դրա համար չես կարող էլի հասնես Հոլիվուդ ու ասես գիտեք ինչ չեմ ուզում։ Հա։ Կասեմ դե գնա։ Ռեալ նայում ես ու ինչ որ սահմանափակել ես քո համար այդ առումով նպատակներդ։ Ինձ իրական ոչ մեկ չի արգելել, բայց անգամ եթե ես ուզեի բնականաբար արգելքներ կլինեին։ Կողակցի կողմից։ Համ կողակցի, համ ծնողների, համ եղբայրս այնց չի էլի, որ ես կարայի այդպես ինչ ուզեի անեի, բայց ինքս հենց չեմ էլ երբեք մտածել այդ ուղղությամբ էլի, որ կարամ անեմ։ Ինքս ինձ հաճելի չի, անկեղծ ասած։ Դրա համար չեմ էլ մտածել։ Որտեղ ես դու քեզ ամենալավը զգում, բարի մեջ, բլոգինգում, սերիալում, որն է քո այն ամենաանկյունը, որը քոնն է։ Եթե ես հարցը տայր օրինակի համար 2 տարի առաջ, ես կասեի միանշանակ բարի մեջ, միանշանակ։ Ինձ ազատ թողեցին ֆիլմում, ռեժիսորը ինձ ասեց, արա այն ինչ որ այս պահին զգում ես, այսինքն ինձ չասեց, դու քեզ պետքա սենց պայես, դու քեզ պետքա նենց պայես, ես զգացի, որ դա ինձ տանում է։ Դա երկուսն էլ ոնց որ իմ սրտի տարբեր անկյուններն են, էլի չեմ կարող հանեմ։ Բայց մի փոքր շատ այս պահի դրությամբ նկարահանվելը, որովհետև կամերա շատ եմ սիրում։ Չեմ կոմպլեքսավորվում կամերայի դեմը, չգիտեմ։ Իսկ մա ավելի շատ կամերա։ Իսկ ինչ վերաբերում է բլոգինգին, ես անկեղծ ասած ինձ բլոգեր չեմ համարում։ Չգիտեմ, որտեղ ոչ, ես բլոգեր ինձ չեմ համարում։ Ոչ ոք չեմ անում բլոգեր լինելու համար։ Բայց ամենօրյա կոնտենտ ես ստեղծում, աշխատում ես, մոնտաժում ես, տեղադրում, այդ է ոնց որ։ Ես հասկանում եմ, բայց երբ ինձ ասում են բլոգինգ, օրինակի համար ես կարամ էդի վաղը ջնջեմ։ Այսինքն այդ ինձ բան չի։ Այդտեն շատ կարևորագույն տեղ իմ կյանքում չի զբաղացնում։ Ես ինքս այդ զգում եմ։ Ես ուղղակի այդ անում եմ, որովհետև էլի ես սիրում եմ կամերան։ Ես ամեն վարքյան խոսքին տամ, հարում նկարում եմ, որտեղ ինձ կամերան քաշում է։ Էլի ոնց որ քո վերաբերմունքը կարա դրա հանդեպ ոչ այսպես ասած շատ մեծ կարևոր լինի, բայց այն ինչ դու անում ես, այդ բլոգինգ է, ես այդ հասկանում եմ, բայց եթե այդ բլոգինգ է, դու ենթադրում բլոգեր ես։ Ես լրիվ հասկանում եմ, բայց նայի, օրինակ ինձ եթե ասեն վաղը չես կարող նկարվես, այդ իմ համար ստրեսային է։ Ես ոնց որ կանեմ ամեն ինչ, որ այդ նկարվեմ։ Բայց սիրուն է քո այդ։ Չէ, բնականաբար սիրում եմ։ Դեմետի վատ բան է, թե լավ բան է, բայց շատ հեշտ եմ հասել այս ամեն ինչին։ Հիշում եմ մեկին 10,000 հետևորդը, ու մեկը այսօր։ Ես չեմ հիշում ոնց եմ եղել 20, 30 ու ավելացել։ Բայց ես տենում եմ մարդիկ ինչքան են տանջվում ու չարչարվում, որ օրինակի համար ասում են մենք համարյա 10,000 ենք, մենք համարյա 20,000 ենք, իրանք ուզում են, չէ, որ դառնան։ Ես առանց ուզել եմ դառել, դրա համար երևի մոտ մի քիչ ավելի չեմ գնահատում այդ հենց ասում են բլոգեր, ես չեմ գիտակցում, որ ես բլոգեր եմ։ Օրինակ ինձ միտեղ որ ուզում են, օրինակ դեպս մեր բարեկամն ասում են, գիտեք Իրանիկը բլոգեր ասում, վա, ես կա ինչ որ, ուզում ես քո արժեքը։ Համար ես ավելի շատ ընդեղ եմ, էլի ուզում եմ, ոնց որ արժեքավոր համարեն։ Երբեմն շատ է լինում, որ իսկապես մեծ աուդիտորիա ունեցող մարդիկ շատ խուսափողական են մոտենում։ Գիտեմ, երևի այդ վատ է, որտեղ ոնց որ չգնահատեմ իրանց, բայց իրական շատ եմ սիրում ու զգալիորեն էլ ցույց եմ տալիս, որ սիրում եմ իրանց։ Հավես է։ Շատ, իհարկե։ Օրինակ ինձ համար բլոգինգը ինքը երևի ռեալիզացնելու մասին է, էլի, այսինքն իմ ունակությունները, հնարավորությունները, եթե ուզում ինչ որտեղ ցույց տամ, այդ ոնց որ սոցցանցերն են, էլի, որ ցույց են տալիս, ու ավտոմատ ստացվում է, որ զբաղվում ես բլոգինգով։ Ինքը իրականում շատ հիմա հատկապես ակտուալ մասնակցություն է, ու այս տեմպերով ես չգիտեմ, աննկարագրելի մեծ է։ Հիմա UGC creator-ներն են շատ մեծականակ, ու իսկապես շատ մեծ է։ Ոնց ես կարողանում պահել այդ ակտուալությունը։ Հիմա կարող է եթե ես ստեղ լինեի, ո՞й գիտես, կարող ոնց է պարտանայի, ոնց sense ինձ բանանեի, որ գիտեք ինչ ես sense, բայց հիմա որ ընդեղ եմ, չեմ զգում, որովհետև ընդեղ այդ իրականում բանտեղ չեն դնում։ Մեր մոտ երևի մի քիչ ավելի ուշ կզարգանա այդ ամեն ինչը։ Մի օր սուպերմարկետում մի հատ օտար տղա ճանաչեց, ես աշխարհով մեկ է եղել։ Ես հիմա ինչքան հայր կանան, չէ՞, ինձ ճանաչեն այդ ոնց որ ոչ մի բան չլինի, բայց այդ օտար տղան ինձ որ ճանաչեց, ասես դու Instagram ունես, չէ՞, ասես դու վարում ես, ստայլիշ շորեր ես հագնում,
նայում եմ, սևական էր։ Հա։ Նենց է ուրախացել։ Այ որովհետեւ ինձ օտարն այդ ընչին, հաստատ ավելի շատ կուրական եմ, որովհետեւ կզգամ, որ ոնց որ ինչ-որ միտեղ աշխատել է։ Չգիտեմ։ Այդպես։ Իսկ աուդիտորիան ավելի շատ Հայաստանի հայերեն, թե Ես կասեի ավելի շատ Հայաստանի հայերեն, Ամերիկայի հայերն են շատ, Ռուսաստանի հայերն են շատ, բայց ավելի շատ տոկոսայինով հենց Հայաստանի։ Հա։ Նաև բոլորին շատ հետաքրքրում է քո անձնականը։ Ինչի մասին ես չեմ կարող ուղղակի չխոսեմ։ Դե հա, Մի քիչ պատմիր, ոնց ես հանդիպել Լյովին, ոնց է ձեր love story-ն սկսել։ Ոնց եմ հանդիպել, ո՞ն կոնեմ կորոտ։ Ող։ Ոնց եմ հանդիպել, մենք նույն դպրոցում ենք սովորել, երբ որ ասում եմ գնացի դպրոց, ինքը 18 թվին է եկել, ես նենց 17-ի դեմից նոր գնացել եմ դպրոց։ Մի տարվա տարբերությամբ է ինքը եկել Ամերիկա, մենք այնտեղ ենք իրար հանդիպել նույն դպրոցում։ Այն որ ասում եմ ճտած, իրա մոտ էլ է ճտած։ Մենք երկուսով իրար ճտալով ենք տեսել։ Ուղղակի տենց դպրոցում այնտեղ սեպտեմբերի 1 չկա։ Դեռ օգոստոսի 15-ից է դասերը սկսում, օգոստոսի 15-ն էր։ Տենց գնացինք դպրոց, առաջին օրն էր դպրոցի։ Հենց առաջին օրն եմ իրան տեսել, հենց այդ օրն էլ սիրել եմ։ Տենց ուղղակի իրար տեսել ենք։ Հետո այնտեղ նաև չկա դասարան հասկացողությունը Ամերիկայում։ Տարբեր դասեր, դու նայես որ դասերում են։ Ու տենց ես մտածում եմ, դենոս այդտեղն կունենա իմ հետ դաս։ Ունեցա, մի 3 դաս ունեինք իրար հետ։ Դե նստել եմ դասանում, դե ներկա բացակային անում, հիմա ուզում եմ շուտ բռնեմ, տենամ իր անունը ինչ է, որ անունը իմանամ։ Հիմա ինքն էլ Ազրոյան էր ազգանա, էլի առաջիններից էր, ես առաջին համարն էի, շուտ ասեցին իր համարը, չկարեցա հասցնեմ անունը, ստացեմ։ Բայց հետո դից ուղղակի ինձ ծնունդից հետո ենք սկսել շփվել, մոտավորապես երբ մի տարի այտենց ուղղակի դասարանցիներ ենք եղել, հետո տարի ու կես էլ շփվել ենք ուղղակի հեռախոսով, այսինքն որպես դասարանցի, ուղղակի խոսում էինք, ոչ մի բան չկար, ոչ մի հարաբերություն։ Ավարտելուց հետո 20 թվին ինչ մունք արեցի։ Ավարտելուց հետո Ավարտելուց հետո 20 թվին նոր սկսեցինք իրար հետ ընկերություն անել, այդ էլ է շատ պատահական եղել, ուղղակի ասենք կամ էս կամ են կամ էս կամ ասեցինք։ Ու տենց այդ օրվանից մինչև այսօր իրար հետ ենք։ Իսկ ինչի այդքան մի տարի ձգվեց, ինչն էր։ Նայ, որովհետև մենք չգիտեմ իրական պատճառը, որովհետև ասես դպրոցում նստած մենք խոսում էինք, բայց ոչ ես էի ինչ-որ բան իրան ակնարկում, ոչ ինքը։ Օրինակ ասեցի, որ առանց բար չեմ կարա, երբեք բարը չեմ կարա թողնեմ, այդ ոնց որ ինքը իմացա։ Էլ երբեք ինձ դրանից հետո չի արգելել բարել։ Հետո մի շրջան եկավ 3 ամիս, որ մենք չխոսացինք իրար հետ, որպես ընկերներ, ուղղակի դասանցի, որպես էլ չէինք խոսում։ Արձակուրդ էր մեր, այո։ Ամառային արձակուրդներ։ Ու այդ 3 ամիսը համ իմ կյանքում էր շատ ստրեսային, ես էլ կյաժը մազերս ներկեցի, կտրեցի, դեպրեսիոն շրջաններ։ Միշտ։ Հա, յով ինչ որ տառապանքների մեջ։ Հա, տոտուներ։ Չէ, տատու չի արել, առաջ անգամ իմ հետ արել։ Չէ, տատու չի արել, ամեն օր ինձ ինչ-որ խմիչքի վիդեոներ էր գցում։ Ու ոնց որ ես story անում իր համար, ինքը story անում իմ համար, դա մեր խոսալու ձևն է։ Հա։ 3 ամիս տենց եղավ։ Խոսացինք։ Ու դրանից հետո այն որ ասցի կամ էս կամ այդ ժամանակ եղավ։ Ավարտեցինք բրծանք, հետո ասցին կամ էս կամ հասկացանք, որ էս կամ գնում ենք էս կամ։ Ու վերջ, այդքանն է եղել։ Դրանից հետո երբեք չենք կռվել։ Այդ եմ ասում, այդ 3 ամիսը մեր կյանքում ինչն է փոխել, որ եթե այդ 3 ամիսը չլիներ, մենք ոնց որ մեր հարաբերությունը այսքան չէինք գնահատի։ Հա։ Դրանից ելնելով հիմա մենք էլ ինչ որ մի բան եթե լինում է, պայմանավորվածություն ունենք։ Եթե մենք օրինակ ինչ որ մի բան չենք լուծել, չենք քնում, պետք է խնդիրը լուծվի, նոր մենք գնանք քնենք։ Հա։ Երբեք էլ չենք տարիքից էլ է լինում, չէ՞։ Դե հա, տարիքից էլ է լինում, բայց չէ, հիմա խի իմ տարիքի աղջիկներ կան, թեկուզ տեղել Հայաստան, որ ինձ թող մի հատ ծաղիկ բերի օրինակ կամ չգիտեմ, թող գա մեր հայաթը կանգնի, սպասի, չի եղել դες բան։ Նորմալ չի։ Նորմալ չի։ Սրական բացարձակ չեմ նեղվում։ Հետից։ Հա, ընդհանրապես նեղացկոտ չեմ։ Ով ինչ ուզում է ասի, ես չեմ նեղանում։ Այդ առումով մի քիչ հեշտ է իմ հետ։ Ինչ տամ շատ որ ինչ մեկն։ Բայց գեշա, ջանդամ ես գեշա։ Այ եթե իրանց համար ես գեշ եմ, ինչ անեմ։ Ես իմ համար ինքան սիրուն եմ։
Շատ կարևոր է բլոգ սկսելուց առաջ առողջ ինքնագնահատական ունենաս, որովհետև մարդիկ սպասում են, որ մի քիչ դու խոցելի լինես, իրանք մի քիչ միանգամից անցնեն քո վրա։ Կամ եթե զգան, որ նեղվում այդ մարդը, իրանք այո, ավելի են ավելի կանեն։ Ավելի են անում։ Դրա համար ես ոչ նեղվում եմ։ Դու իրական անկեղծ չեմ նեղվում։ Դաժե ես որ կարդում եմ, խոսքի սկրին եմ անում, ուղարկում եմ չաթերին, սկսում եմ ծիծաղել։ Խնդալ։ Էլ ինչից կուզես խոսանք։ Բայց ինձ թվում է շատ տերվող հարց է, արդյոք դուք միասին եք ապրում, ամուսնացած եք, երեխաներ ունեք, բաժանված եք։ Չէ, իրականում մենք նշանված ենք, օրինական նշանված ենք։ Միասին չենք ապրում։ Ես ապրում եմ իմ ծնողների հետ, Լիովը ապրում է իր ծնողների հետ։ Այդ հարցը այնքան են տալիս, ու բացի նրանից, որ տալիս են, նաև չեն հարցնում, իրենք ասում են, որ դուք միասին եք ապրում։ Հիպոթեզա։ Այո։ Չէ, մենք միասին չենք ապրում, բոլորի համար հարցական է, եթե միասին չեք ապրում, ոնց եք իրար հետ վիդեոներ նկարում, ես էլ չեմ հասկանում, ոնց է դա հարցական։ Հիմա ես եկել եմ քո մոտ, իրար հետ վիդեոներ ենք նկարում։ Այդ նույն ձև Լիովը գալիս է մեր տուն կամ ես եմ գնում իրանց տուն, իրար հետ վիդեոներ ենք նկարում։ Շատ հեշտ է, Get ready ենք, չէ՞, մենք ենք նկարում, հենց հիմա մենք էլ ենք այդ նույն բանը նկարում։ Միասին ենք երեխեք, իրար հետ եք ապրում։ Լրիվ էլի լոգիկայով։ Ես Լիովը իրար հետ չենք ապրում, ամուսնացած կապրենք։ Ֆորմատը, որ տուն ֆորմատը, կարող է դրանից է ված չեմ զգում իրականում, բացարձակ։ Ես խորհուրդ եմ տալիս բոլոր աղջիկներին, ովքեր որ ցանկանում են, բնականաբար է ցանկանալու հարց է, եթե ցանկանում եք իհարկե, ճանապարհորդեք մինչև ամուսնանալը։ Այդ այնքան բան է փոխում։ Չգիտեմ։ Նախ սկսում ես իրար ճանաչել, օրինակ ինքը որոշում է, որ երկիր ենք գնալու, կարող է ես որոշեմ, չգիտեմ, որ հոթելն ենք մնալու, ինքը որոշի առաջի օրը ուր են գնալու, ես երկրորդ օրը։ Այսինքն շատ ինչ որ հավասար է մեր մոտ ամեն ինչ, բայց այտենց ավելի աշխուժ առումով ես եմ, ասես շատ ավելի բարձր խոսացող, արագ ասես։ Ես ամեն ինչ շատ արագ եմ սիրում անել։ Արագաշարժ եմ։ Բայց Լիովն էլ է այտենց իրական։ Քեզ ուզում եմ նաև մեր կոալիտայի խնամքի միջոցներից նվիրեմ։ Ես գիտեմ, որ բայց ամեն ինչից քեզ համար դրել եմ, որ օգտագործես, էլ ավելի առողջ մաշկ ունենաս։ Մեծ սիրո։ Ապրես շատ, ես անպայման կօգտագործեմ, որովհետև իրականում ծանոթ չի անկեղծ ասած, բայց սրանից հետո կօգտագործեմ եւ այո։ Կսպասեմ քո կարծիք։ Շահուրդ շատ ծանր է, ես ինձ շատ դասավորել եմ արդեն, բայց սա միտեղ կխցկի։ Դու պետքա պատրաստ լինես։ Չէ, իրոք կտանեմ։ Դե ես չգիտեի, այստեղ իմացա։ Իրար լրացնում ենք։ Ես ցանկանում եմ մարդկանց մեր պես։ Բնավորություններով նման եք իրար։ Ավելի նմանվել ենք իրար։ Նման չէինք ի սկզբանե։ Օրինակ Լիովը երբեք աշխուժ տենց ինչ որ իրավիճակներում իրան չէր պատկերացնում։ Հիմա ինքը շատ աշխուժ է, հելնում պարում է, ինքը կյանքում չէր պարում։ Հետո ես ասի, եթե դու չպարես մետով, պարի, ես պարող եմ, ես պետք է միշտ պարեմ։ Հետո տենց կամած Լիովը սկսում է պարել։ Ինքն էլ ակտիվ ինչ որ միջավայրներում իրան սկսում լավ զգալ, բայց դրանից զատ համել ես եմ սիրում ավելի խաղաղ միջավայր։ Այսինքն ես իր կողմերից եմ վերցրել ինքը իմ։ Նմանվում ենք իրար։ Ինչն է այն ամենաբնավորության գիծը իր մեջ որ շատ է սիրում։ Շատ բարի է։ Բարի է ու ֆայմով է։ Իրան պետք չի մի բան ասել, որ ինքը չպետք չի բզեմ, որ մի բան ֆայմի, չէ, ինքը ամեն ինչ ֆայմում է։ Իրան ամեն ինչ տենում է, աչքը սաղ տեղը տենում է։ Շատ դժվար է, չէ՞, եթե այդ ֆայմը չլինի։ Իրական եթե հիմա նոր հարաբերություն սկսեի, ես չեմ էլ մեղադրում են աղջիկներին, ովքեր որ օրինակ 25-26 տարեկան են դեռ կողակից չունեն ու իրանք իրենց պահանջները ունեն։ Այդ շատ դժվար է իրականում տենց պահանջներով կողակից գտնելը, բայց մեղադրելու էլ չի։ Որ նույնիսկ փոքր տարիքում միասին են լինում, ժամանակի ընթացքում պահանջմունքները փոխվում է ու հասկանում են, որ այդ մարդը ընդհանրապես կապ չունի այդ պահանջմունքների հետ։ Հիմա գիտեն իրենց արժեքները, դրա համար են բաժանումներ շատ անում, հետո ավելի հասկանում են, որ օրինակ համար առանց տղամարդ իրանք էլ կարան աշխատեն, ստեղծեն։ Հարգանքը այդ ամենակարևորն է, ամենը։ Դիմացինը պետք է քեզ հարգի։ Կոպիտ ասած ձեռ չտա իրան, բայց ինքը պետք է հարգի քո որոշումը։ Որովհետև անարգանքը քանդում է ուղղակի հարաբերությունները։ Դու մենք տեխնիկական խոթան ունեցանք, նորից վերադասենք։ Խթանվել է։ Խոսում ենք աղջիկներից։ Խոսում ենք, որ հիմա շատ են բաժանումները ինչի համար։
Դե որովհետև իմ կարծիքով աղջիկները հիմա շատ ավելի ունակ են էլի իրանք գլուխը պահելու։ Հա։ Օրինակ հին թվերում մարդիկ կարային բաժանվեին, բայց ամաչում էին։ Ճիշտ ես ասում, որովհետև այն ժամանակ ավելի շատ դժվար էր ապրելը, ու երկուսով ավելի հեշտ էր ապրելը, ու գիտեին շատերն է, որ բաժանվեին վերջ, ոնց որ իրանց Նախ ապրելու պիտակ ձևը։ էին կպցնում Հա, աղջիկներին, հիմնական աղջիկներին։ հա, Հետո կանայք էլ էին վախենում, որ ոնց կապրեն, օրինակ եթե երեխա ունեն ավելի դժվար է։ հա, Չգիտեմ, ես չգիտեմ, մեղքում եմ տենց մարդկանց, բայց չի հա, կարելի իրական մեղքալ մարդուն, բայց համել չեմ ուզում ասեմ ամեն մարդ իր խելքից է տուժում, որովհետև էդ էլ է համ հա, համ չէ։ Չգիտեմ որն է ճիշտ։ Չեմ ուզում ոչ մեկ տենց իրավիճակում հայտնվի։ փոխվում զույգը ամուսնության մեջ, այն որ շատ են ասում, էլի, որ Ամուսնացած։ չէ, Հա, լավ։ Վախետ։ չէ։ Հա, Շատ են ասում, որ ամուսնանում են ու հա, լրիվ ուրիշ մարդ է դառնում, ինչ-որ սա։ Բայց աղջիկներ, ես ասեմ, իմ ընկերուհիները, բոլորը, ես դե բոլոր ընտանիքին ճանաչում եմ, այլևս շատ խոսում ենք, կիսում ենք բոլոր իրենց կողակիցների հետ։ Իրենց լավագույն կյանքն են ապրում, չեմ ասում իդեալական, խնդիրներ չեն ունենում, չէ, այդպես չի լինում։ Դե անհետաքրքիր կլինի, որ խնդիրներ Իսկ չունենան։ դու այդ այն դեպքում է լինում, երբ որ մի կողմը միշտ զիջում է։ Հա, Ես միշտ տենց եմ պատկերացնում, որ ինձ ասում են մի մենք կողմը ես խնդիրներ չեմ ուզում միշտ։ Հա, պետքա Պետքա, երկու։ հա, ամեն մեկ էլի ստված մենակ մի հոգին, չէ, Հա, դա անարդար է, որ ահա, մենակ օրինակ աղջիկը մենակ զիջող դերում լինի։ հա։ Տենց անարդար է։ Ու երևի դրանից էլ է լինում շատ դեպքերում, որ չգիտեմ, միշտ աղջիկը կամ տղան զիջում է, ու իրանք կռիվներ չեն ունենում, ինձ թվում է այդ պատճառները, այդ մենք չենք վիճում զույգերն է։ Փորձում ես երբևէ կամ ինչ-որ ձև իդեալական ինչ-որ բան ցույց տաս։ Հա։ Իդեալական դու նկատի ունես Հա, էկրաններին։ Չէ, էկրաններին։ էկրաններին չեմ փորձում, բայց մենք չէ, լավ, Ձգտում եք դուք։ շատ եմ աշխատում։ Հա, Ես ընդհանրապես իդեալիստ եմ, այդ ինձ խանգարում է շատ դեպքերում։ Օրինակ պետք է ամեն ինչ լինի իդեալական իմ մոտ։ հա, Իմ տունը, իմ ունեցած չափով հա, բնականաբար, չգիտեմ, մաքրության առումով կամ հարաբերությունների առումով, ես ուզում եմ որ մարդիկ տենան ասեն, ու ինչ լավ է, այսինքն ինձ այդ այնքան ոգևորում է հա, մարդկանց կարծիքը, որ օրինակ տես ինձ ու Լյովի շատ սիրում են, այդ ինչ շատ է ոգևորում, շատ է ոգևորում։ Ու ես որ տեսնում եմ, մտածում եմ, որ ավելի շատ կարամ անեմ, որ մարդիկ ավելի ոգևորվեն։ Դրա համար թե չէ ինտերնետում ցույց ենք տալի այն իրականում ինչ որ կնք։ հա, բայց վիճերով բան եւ այլն։ Վեճերն էլ ենք տալի, իրան ինչ ասես ասում։ Որ նկարում ես, բարձր խոսում ես։ Ինչ ասում։ Կամաց։ Հա, այդ մենք ենք, այդ մեր իրական դեմքն է։ Հա։ Եթե կամքն անջատեմ, ոչ մի բան։ Բայց ես ինանդու հենց դից հատված որ կարող եմ մենք իրար օրինակ գրկենք, պատչենք, այդ չդնեմ, բայց հենց իրար վրա գորգվում ենք, այդ կարամ դնեմ։ Որտեւ այդ ավելի իրական է։ Կարող որ տենց սա վիդեոյի մեջ մենակ իրար գրկենք, կասեն հա լավ ձև են տվել իրաց։ Դրա համար ես ինանդու էնել եմ դնում, որ մարդիկ տենան, որ չէ մենք էլ ենք իրար վիրապուր։ Տեղացնում։ Տեղացնում, իրար անպատվում ենք։ Առանց դրա ինձ թվում է։ Բայց այնքան հավես է տենց։ Հետո չգիտեմ։ Հա, Ալիսի, եթե ինչ որ անհամաձայնություն կա, ոնց կարաս Fake հա sarcasm։ լրես, չասես ասեն։ Չէ, մենք ամեն ինչ խոսում ենք, ժողովուրդ ջան։ Ու այդ օգնում է, չէ՞, այդ առողջացնում է հարաբերությունները։ Հա, այնեք իմ համար նենց օքեյ, ես որ մի անգամ վիդեո էի գցել, այնտեղ մեջը իրար ապուշ էինք ասում, թե ինչ էինք ասում, ես լյովը, էլի կոմենտներում գրել էին, ես ինչ ձև եք իրար հետ խոսում։ Հա, օքեյ, եթե այդ ապուշը կտկար էի, իմ համար շատ հեշտ էր էլի մոնտաժեի հետ կտրեի հանեի, Հա, բայց իմաստը fake ես։ Իմաստը fake-ելու, եթե այդ մարդին ասեց ապուշ։ Ամենից ցես տա։ Եթե հայ, դա ավելի հավես է իրականում, այդ անկեղծ է։ Տենց ավելի էս, մարդիկ քեզ ավելի անկեղծ ու շատ են սիրում։ Հա։ Այդ երևի մեր բանալին է, Հա, որ ամեն ինչ ցույց ենք տալիս։ անկեղծությունը միշտ գնահատելի է, շատ գնահատելի է։ Ձեր տիպիկ օրը։ Իրար հետ ու առանց իրար, հա։ Ոյ, Ամերիկայում աշխատելով անցնում։ Անկեղծ եմ ասում։ Մի քիչ ինձ պատմի, իրոք Ամերիկայում այն հեշտ կյանքը, որ ասում են, իրոք տենց հա թե Չգիտեմ, նայած մարդու համար իրական եթե
Չգիտեմ, բայց չես կարող Ամերիկայում չաշխատես, ուզում ես եթե չես աշխատում, բան ամբողջ օրը վայելում ես, հա հեշտ է։ Բայց իրականում Ամերիկայում եթե դու նորմալ այնտեղ ապրող մարդ ես, չես կարող չաշխատես, որտեղ բա ոնց ես ապրում, եթե չես աշխատում։ Այնտեղ առավոտը սկսում ես աշխատելով, օրինակ դες Երևանում իմ համար ինչն է նաև լավ, որ օրինակ աշխատանքից հետո մարդիկ կարող են սրճարան գնան, նստեն, ժամանակ անցկացնեն։ Ամերիկայում մարդիկ իրենց աշխատանքից հետո գնում են տուն, այսինքն պարկում են ուղղակի։ Ժամանակ չեն ունենում, հավես չեն ունենում։ Նախ հետո այնտեղ շատ ամեն ինչը հեռու է իրարից, էլ չեն էլ ուզում այդ կես ժամն էլ քշեն հասնեն ինչ որ միտեղ։ Հայաստանում քանի որ փոքր է ու ամեն ինչ իրար մոտ է, աշխատանքից հետո խոսքի շատ ավելի հեշտ է ինչ որ միտեղ գնալը։ Նախ այդքան տենց չի, դրա համար մի քիչ կապը կորում է մարդկանց մոտ, որտեղ բոլորը աշխատում են։ Տենց մեր տիպիկորը անցնում է աշխատելով այնտեղ, հետո քանի որ ես նաև պարում եմ, օրինակ աշխատանքից հետո գնում եմ պարի, պարից հետո կարող է օր լինում, որ առիթներ ենք մենք այնտեղ նաև պարում, գնում ենք այդ առիթներն ենք պարում, որ ավելի ուշ ժամի են գնում 9-ին, 10-ին։ Լյովին տենում եմ հիմնականում իր գործից հետո, որ ինքը գալիս է մեր խանութ։ Ինքը իր գործից հետո գալիս է մեր խանութ, որ ինձ տենա։ Կարող ուղղակի այդ մի ժամ ու կես է լինում, ու վсё։ Շաբաթ կիրակի մեկ էլ իրար այդ օրերն ենք։ Ոնց որ մենք շաբաթ կիրակի։ Հա, բայց ես մտածում եմ ինձ 24-ը իյալ միշտ իրար հետ եք։ Չէ, տենց չի։ Որ ամուսնանանք իրար։ Չէ, տենց չի։ Ցավում ենք, բայց այդպես չի։ Հա։ Ինչն է օգնում հարաբերություններում, որ այդ ռոմանտիկան պահեք, որ այսքան տարի անց մեծ սիրո, շատ մեծ սիրո ես խոսում։ Ինչն է օգնում։ Երևի այդ դիմացինի հարգանքն է, որ ասում եմ հարգանքը շատ կարևոր է, այդ է։ Օրինակ Լյովին շատ է հարգում, ես էլ իրան եմ շատ հարգում, իր կարծիքը իմ համար շատ կարևոր է։ Եթե Լյովը ինչ-որ բան ինձ ասում է, մարդիկ կանց կարող թվով, ես երկու ոտս դնում եմ մի կոշիկ, ասում եմ չէ, բայց իրականում չէ։ Օրինակ այսօրվա շորս ընտրել է Լյովը։ Հա, շատ հետաքրքիր է։ Ես մի բան իհարկե իր դուրը չեկավ, ասես չէ, էսի սիրուն չի։ Հանեցի, էսի հակա։ Տենց բաներն է։ Մարդուն, այսինքն դու զգում ես, որ այդ մարդը քո համար մտածում է, հոգա տանում էլի, իր համար մեկ չի դու ինչ կհագնես, կգնաս, ինքը քո մասին մտածում է, որ դու լավը լինես, սիրուն լինես։ Նույնն էլ ես ինքը կարող է ստեղ մի ամիս է ես տեղամ, ինքը առավոտներին ինձ կարող զանգի գործի գնալուց, որ ես տենամ օրինակ ինքը ոնց է գնում գործի։ Մտածում եմ, ոչ շուտ եմ մտածում։ Ոյ, ֆուլ։ Ֆուլ։ Հա, Լյովին իրական այդ առումով շատ եմ փոխել։ Լյովը շատ քյարթու տղա էր։ Քյարթու համ բնավորությամբ, համ պահվածքով, համ շորերով։ Բայց հիմա Լյովը տենց ավելի ստիլնի է։ Շատ ավելի լավ։ Ես տենց էլ պատկերացնում եմ, որ լրիվ։ Հա, ֆուլ ձեռքի գործ։ Նախ եթե առիթ ենք գնում, ոնց համոզեն։ Ոնց համոզել, հա, համոզել դժվար է, հենց միանգամից սկզբից ֆուլ լուքը տալ այդ տղեն հագնի, ինքը չի հագնի երբեք։ Կամաց սկզբից շալվարը հետո նվիրում էի։ Չէ, միասին գնում էինք, օրինակ ասում էի, «Էй շալվարը շատ սիրում»։ Այսօր օրինակ նենց եմ մտածում գնանք շոփինգի, իմ համար, հետո գնում ես իրանից։ Օրինակ երբ որ առիթ էինք գնում, սկսում էի արդեն իմ ըստ իմ շորի իրան էլ շորեր մտածեի։ Սկզբից օրինակ որ այն հին մի 3-4 տարի առաջվա իր կոստերը նայեց, ոնց տոսական պապիկի կոստեր էր հագնում։ Այսինքն էլի մտրածով, բայց պետք է դա հագներ, որ գնայինք հասնեինք ստիլին, որտեղ ինքն ընդհանրապես կոստից զզվում էր, այդ իմ համար ինքան ստրես էր, որտեղ իսկս քշվում է որ տղեկը կոստ են հագնում։ Այդ իմ համար շատ ստրեսային էր, դες թե ինձ թույլիկ կոստիկներ հագնում, հետո կոստիկներ։ Հետո ինչեւ հասանք հիմա ինքն ընտրում ինչ կոստա հագնում, ինքն ընտրում այն կոստերը, ինչ որ իմ սրտով արդեն։ Այսինքն իր մտածելը կերպ այնքան է փոխվել շորերի առումով, որ էլ հիմնական առօրյայում էլ չեմ էլ ասում ինչ հագնի, ինք արդեն համադրում, սիրուն հագնում։ Շատ սիրուն է ձեր այդ հիմա արդեն համատեղ սաղիրոշ լուքերը, հա, ինչ որ նույնիսկ նախագիծ կարած դրա շուտ մտածես, շատ հավես կլինի։ Թե ինչպես դժվար է, հա, այտենց մեյչինգ անել փոխեցի այդ outfit-ները։ Մի գույն ընտրում ես իր վրայից ու դու ես հագնում։ Հա, կամ ին վրայից մի գույն ես ֆիշկա բռնում, իրան ֆուլ այդ գույն ես հագնում։ Հա, ճիշտ է։ Թե չէ, ես իրական տենում եմ ու դրանից այնքան եմ ոգևորվում, որ տենում եմ օրինակ
matching են անում կամ տենում եմ օրինակ իրանք ինձ հետևում են զգում եմ որ ինձ տեսել նոր են անում ու այնքան լավ եմ զգում մարդկանց կթվա որ իրականում ես վատ եմ զգում դրանից կամ որ բան անեմ բայց ինքան եմ գժվում նույն այն կապույտ խաչերը որ դնում էի ու աղջիկները ինձ շատ էին գրում հարցնում էին որտեղ է բայց իրականում այդ նվեր էր ու որ տեսա հետոց բոլորը դնում էին այնքան էի ուրախանում որտեղ այդ հավես է կայֆ է շատ հավես է չէ ինձ շատ է դուր գալիս ֆեշնը քո կյանքից թվում է ամենակարևոր բաների մասը ոնց է քո ոճը ձևավորվել նաև օգնի աղջիկներին ովքեր դեռ չեն գտել իրանց ոճը ոնց գտնեն իրանց հագուստի մեջ ինքնադրսևորվեն նաև հագուստով ինչու՞ չէ Իմ ոճը ձևավորվել է փոքրուց մամայից շնորհիվ, որտեվ ինքը օրինակ նախ ասեմ, այդ ամեն ինչը ես սովորել եմ մամայից ու պապայիցս, այդ զույգերի մաչինգ անելը, եւ մինչեւ այսօր արդեն 30 տարվա ամուսնացած են, դեռ իրար հետ նույն ձև են հագնվում։ Հա, իրանցից եմ տեսել այդ սովորել, միշտ մամաս առիթների գնալուց պապային նույն օրինակ գալուստուկներ նույն գույն լինում, չգիտեմ, ինչ որ մի բան նույնն էր անում։ Իրանցից եմ սովորել, իրանցից է ձևավորվել, որ միշտ մտածում եմ հենց ընկեր ունենամ, պետքա ես էլ տենց անեմ։ Իսկ թե ես ոնց եմ գտել իմ ոճը, նախ ես տարբեր ոճերում եմ լինում, կարող եմ սպորտային հագնեմ, դասական հագնեմ, չգիտեմ, վիչեռնի, ինչ որ բաներ էքստրա, հա, ես ամեն շատ էքստրա եմ սիրում։ Սիրումն է, քեզ այդ շատ էքստրա եմ սիրում։ Հա։ Իմը չի ընդհանրապես նուրբը, թույլը, հա, քիչը, իմը չի։ Ես ինձ սիրուն չեմ զգում։ Ոնց է գույների հետ այդքան ներդաշնակ։ Ինձ օրինակ նոր է իմ կյանքի ես փուլում, որ ես ընկալում եմ գույները, հագնում եմ, սև ամբողջ կյանք մենակ սև եմ հագել ու ես մի հատ մի բան անում էի վերջ ինձ շատ վատ է ես զգում դիսկոմֆորտ է սկզբից պիտի ավելի թույլ գույներ սկսես հագնել օրինակի համար այդպես շատ յարկի գույներ մի վերցրա ավելի պաստել վիճակները սկսի համադրել մինչև կարողանաս դու քեզ ընկալես այդ պաստելի մեջ որ կարա գույն լինի քո վրա շատ դժվար է շատ օրինակ բաց կապույտը սպիտակի հետ Իրանք նուրբ վիճակներ են, տենց միջով արդեն, որ կանաս դու յարկի գազարագույնը կանաս համադրես, օրինակ կարիճնիվի հետ։ Հա, միշտ քեզ այդ ոճային լինելու մեջ ես զգացել։ Հա, միշտ, ես միշտ մտածել եմ, որ այդ ես եմ։ Միշտ։ Ես այնքան ինքնավստահ եմ, կարող գեշ բանակ։ Ասկի հիմա որ նայեմ, ասում ես ինչ ես։ Բայց այնքան ինքնավստահ եմ, ոնց որ բաներ։ Հա։ Ես իմով էր կարել։ Չէ, միշտ է, ինձ թվում է։ Ոյ, չէ, ինչ եմ անում։ Սուժանին ես։ Ջան, ինչ ես։ Ես էլ չեմ սում, որովհետև իմ աչքերը վիրատած է։ Ես ես նայում։ Մի բան էլ ասեմ, ինձ թվում է ամենակարևոր հագուստը այդ ինքնավստահությունն է։ Ամենաշատ։ Ամենակարևոր հագուստը։ Ես կարող ամենագեշ շորն էլ հագնեմ, այդ քեզ թվա որ ես ամենասիրուն շորն եմ հագել, որովհետև ես դրա մեջ լինեմ ինքնավստահ։ Ես գիտես շորերը որ sense կախած է, ես այդ շորերից ինչ որ ցույց տամ, դուք ասես ինչ է, բայց ես հագնեմ, ինձ հարցում են ես որտեղից ես առել։ Որտեւ ես այդ շորը կարողանում եմ ճիշտ ներկայացնել։ Որտեղից ես, ոնց ես մտածում, ինչը ինչի հետ համադրես։ Օրինակի համար տեսնում եմ մի հատ պայուսակ, օրինակ, պայուսակով եմ օրինակը բերում։ Ես մտածում եմ այդ պայուսակի հետ ինչ վերխ կսազի, շալվար կսազի, կոշի կսազի։ Այսինքն ինչ որ մի իրա ինձ պետք։ Տենում եմ բանդանա։ Օրինակ շատ փոճուր բաներն եմ էլի ասում։ Ես մտածում եմ այդ բանդանայի հետ ինչ հագնեմ, որ համադրեմ։ Իսկ շատ փոքր իրերից կարա գնելու ժամանակ արդեն մտածում։ Ես գնելու ժամանակ գիտեմ էդի ոնց եմ հագնել արդեն, հա։ Հիմնականում ավելի տենց չեմ սիրում շատ պրինտով հագուստներ գնեմ, որտեղ այդ չեմ կարող շատ համադրեմ, չեմ սիրում։ Իմ համար պիտի աքսեսուարներ լինի պրինտներով։ Նույն պայուսակս կարելի յարկի գույնի, կոշիկներս, բանդանա կամ ինչ որ աքսեսուարներ, բայց շորերս հիմնականում իմ ավելի նեյտրալ գույների մեջ է, որ ես իրանց ավելի հեշտ ու շատ համադրեմ։ Թե չէ տենց լինի, տեղ չլինի։ Չէ, շատ սիրուն է այդ ամադրությունները։ Հետո ես կներես, ես նույն բաներն եմ հագնում։ Նույն բաներն եմ շատ անգամ հագնում, բայց չի երևում մարդկանց, որ ես նույն բանը հագա։ Որտեւ իրեն համադրում եմ տարբեր լրիվ գույների հետ։ Երևում է, որ ես լրիվ նոր շալվարով եմ։ Կարևոր է քեզ, որ ինքը բրենդ լինի։ Բայ բացարձակ է, քրճի բազարից։ Ես այնքան տարբեր տեղերից եմ առևտուր անում ու շատ իրական մեժաններ, կա $10 է, դա իրական մեժանը։ Մայք եք առնեմ, շալվարներ գտնեմ, ասեն զեղչով ուրախ զվա։ Մի օր կոստ էի գտել իմ համար $5, ընտիր, իջունեմ։
Չէ, իմ համար բացարձակ կապ չունի բրենդը։ Անկապ բան է բրենդը։ Ինչ անեմ։ Շատ են ասում, որ հատկապես ովքեր ես էլի դեմ եմ բոլոր խտրական բաներին ու ես շատ են ասում, որ Ամերիկայի հայերը բրենդավոր են։ Շատ բրենդային են։ Բրենդա մոլ են։ Ու նաև ասում են, որ շատ են fake դրում։ Այդ իրոքում ստեղից եմ, գիտես, իմացել։ Հա։ Ես ինձ շոկ եմ ենթարկվել ստեղ։ Հա, ես շատ Երկրորդ անգամ եմ որտեղ եկել Հայաստան, դե մինչև այդ նես չի փոքր ժամանակ շատ գիտեի բրենդը ինչ է։ Գնացինք զարգացանք։ Բանը, այնտեղ շատ չգիտեի, այստեղ չգիտեի բրենդը ինչ է, ու որ հետո կստեղ տեսա մարդիկ ստեղ ինչքան շատ են հագնում։ Այդ ինձ հասկացա, որ ընդ աշխի սա fake է։ Հա, ես էլ շատ եմ լսել, որ Ամերիկայում հատկապես չգիտեմ։ Դե ուրեմն էդ է էլի, չէ, իրական ես լրիվ ուրիշ ձև եմ մտածում, եթե պիտի fake հագնես, հենա մի հագի, տենց եմ մտածում։ Կանես, կգնես ինչ որ բան, որ fake է։ Հա։ Նույնիսկ դասակարգումներ կա, ես չգիտեմ, Հայաստանում շատ կա, որ չգիտեմ, լյուքս կոպի, հա։ Լսի, ես իրական եմ ասում, ստեղից իմացա, որ կա այդպիսի բան, դե բնականաբար ստեղ fake են հագնում, կարծում եմ էլի, բայց ես ստեղից իմացա, որ Ամերիկայում են fake հագնում։ Դե ես չէի ճոգել։ Ես մի քիչ դոդոշ եմ։ Իսկ մա եթե մոդելը դուր է գալիս մարդկանց, կարան։ Դե հա իրական ինչ կապ ունի $500 թե 5000։ Մեկը նույն բանն է։ Մեկը կտորա։ Չէ, կապ չունի, ով ինչ ուզում է թող հագնի ախպետյան մախտես։ Չէ, ով ինչ ուզում է թող հագնի, ինձ թվում է բրենդը вообще կապ չունի։ Իրական եթե ուզում եք ճիշտ իմանաք, նես չի որ բրենդային բաները սիրուն է ու ճաշակով։ Որակով։ Շատ բան կա, որ գեշա ու մարդիկ հագնում են ինչա թե օրինակ դա Gucci է։ Բայց բարձիկեք այնքան են հոգում։ Չէ, գեշա։ Ես ավելի եթե լոգո եղավ շորի վրա, ես այդ չեմ սիրում։ Հա, հատկապես մի քանի հատ։ Նույնն է պայուսակներ, պետք է օրինակ շատ փուճուր լինի, կամ մի հատ լինի, ոչ թե ամբողջությամբ քո լուքը ինչն է էքստրա դարձնում։ Զարդերը երևի։ Զարդերը, հա։ Զարդերը։ Ну, մեծ պայուսակներ եմ շատ սիրում, երևի պայուսակներ կարամ դրա տակ մտցնեմ, որտեվ հա ներառում եմ դրա մեջ։ Զարդերն ու պայուսակը, որտեվ ես կարող հագնեմ նույն գույնի օրինակ full նույն սեթը, բայց իրան նենց զարդերով ու պայուսակներով համադրեմ, որ ասես վաու լուք լինի։ Օրինակ Հայաստանում շատ այդ առումով նեղվում եմ, որ մի օրինակ է հագուստները, սաղ նույն ձև են հագնվում, նույն ոճը, ասես տղաները բոլորը միատոն թարդ, աղջիկները Կավկազ vibe, ինչ որ ասենց երևա։ Այստեղ նաև նկատել եմ, որ անցած տարի որ եկել էի, ճաշակս մի քիչ փոխվել էր։ Հա։ Դեպի ստեղի, որտեղ որ մտնում ես օրինակ մոլ խանութ, տենում ես էտա, չէ, դրա վրա ես նախ տեսականին ստեղի շատ քիչ հա։ Ես օրինակ ստեղից անցած տարի բան առա տարա ու էդի տենց մնացել չեմ հագել, որտեղ գնացի հասկացամ դե էսի խեմ առե։ Հայաստանի։ Էս իմ ոչին ոչն է, ոչ իմ գույնն է, ոչ մանը իմ հետ կապ չունի, ուղղակի ստեղի ազդեցության տակ է ընկել ու առա։ Հա։ Ժամը այս տարի ոչ մի չեմ առա։ Այդտենց։ Հա, ես որ գնում Եվրոպա ինչ որ շոփինգ պետք է անեմ, բերում եմ ասում մենակ սա ադապտիվ չի Հայաստանին, ինչ եմ բերել։ Այստեղ մի քիչ ավելի ոչ ռիսկային են համել է։ Օրինակ, չգիտեմ, նույն տոպերը, ամեն ինչ ոնց որ տիպ հակ լինի։ Բայց այդ իրական բացարձակ կապ չունի մարդու ապրելակերպի հետ, արժեքների հետ։ Բացարձակ կապ չունի։ Մարդ կարող է բացել հագնել, բայց ինքը այնքան բարոյական լավ մարդ լինի։ Չգիտեմ, այստեղ որտեղ ամեն ինչ ստանդարտներ շատ կամ ես կոմ, կամ ենք կոմ, եթե մեկը մի բան այդ всё։ Մենք այնքան արդեն մեր տարիքը այլ է, մենք քլնգում ենք, հա, քլնգում ենք։ Չէ, չեմ բողոքում, որտեղ չենք բողոքում։ Մեկն էլ նոր վիդեո էքցիասի բոթասն է սախ փոշոտվել, ասում դու մի վիդեոյի մեջ բան Հայաստանին ասում ես փոշոտ։ Բայց նորմալ չի, փոշոտվել ասում, փոշոտվել է։ Մեր մոտ էլ է փոշոտ։ Դա նկատի ունի փողոցներում այնքան փոշոտ է, որ կոշիկը սա փոշոտվել է։ Բայց դու բոլորին տեսնում են, որ բացի եթե ինչ որ կոշիկ եմ հագնում, փոշոտվում է։ Փոշին շատ մեղմ է, էլի որ կարող լինի գոտքերի վրա։ Բայց այդ լրիվ նորմալ է։ Ուղղակի մարդիկ երբ որ ստեղ չեմ ապրում ու եկել եմ մի բան ավել եմ ասում, ոնց շատ սուր են, հա։ Սուր են, ինձ գրել են հելի գնանք Ամերիկան։ Հա, որ բայց էս էլ է իմ երկիրը, էս է իմ երկիրը, ես կասեի։ Չէ, դա մեր գժվելու ենք սաղվի հետ կանք Հայաստան։ Նույն եթե լիովը գա, ես կգամ։ Ունեք ինչ որ նպատակներ Հայաստան գալու։
Հենց այս բայդրությամբ չէ, բայց Ինչն է պահում այնտեղ։ Մասնագիտությունը, լյովի աշխատանքը, չգիտեմ։ Լյովը, ինձ լյովը։ Իսկ իրան։ Իրան ինքը։ Իրան ոչ ոք չի պահում։ Այնտեղ իրան իր աշխատանքն է պահում, ուրիշ այնտեղ մարդ բան չէ։ Եվ կոմֆորտ է, չէ, իրան։ Դե հա, ավելի նա ես քեզ մի բան ասեմ, այսքան տարի ապրելուց հետո ես իմ ծնողներին էլ որ զանգում եմ, ասում եմ իմ ծնողներն այնտեղ են էլի, ասում եմ որ դուք այստեղ դժվար կլինի էլի ձեզ։ Շատ դժվար կլինի։ Հայաստան, եթե տեղափոխվեն։ Այնակ իմ պապան նպատակ ունի, քանամբեր ուզում է գա այստեղ ապրի։ Հա։ Բայց ես չեմ կարծում որ կկարանա։ Հա, որ երկար որ մնում են, կապ չունի լավն ու վատը, իրոք սովորում ես մի տեղ։ Հա, իրանց երկիրն է, իրանց ընկերները, բարեկամները բոլորը ստեղ են, բայց իրանք այստեղ ներվային են ավելի մարդիկ, շոտ են ներվայնանում։ Հա։ Վարորդները, ոյ, քշելուց այնքան եմ ներվայնանում, որ չեմ ուզում։ Տենց ես տեղ օրինակ չեմ կարող քշեմ։ Հա, շատ դժվար է։ Երթևեկությունը շատ բարդ է։ Հա։ Ինչն է այն, ասենց Հայաստանի քո համար չերը, որ իրանք իսկապես արժեն, որ չվերադառնաս։ Օրենք Դու չկա։ քեզ համար ինչ առնում։ Մարդիկ չեն վախենում պոլիսներից, չեն հարգում պոլիսներին։ Ես այն մի օր ականատես եղա, թե մի հատ մարդ ոնց էր գոռում ու հրմշտում պոլիսին, որը որ մեր մոտ չես կարող պոլիսին երկար նայես, ու ինքը կարա զենքանի քեզ գրակի։ Ու դու դրանից ելնելով, այդ վախից ելնելով սկսում ես այդ մարդուն հարգել, որտեղ օրենք գոյություն ունի, դեռ ինքը միշտ ճիշտ է։ Այդ երթևեկությունը զիջել չունեն այստեղ մարդիկ, չեն զիջում էլի։ Հետա, մենակ այդ, թե չէ մարդը ոչ մավ չեմ մեղադրում, փոքր երկիր է, որովհետև ու լիքը մեքենա կա, ես չեմ մեղադրում, որ այդքան մեքենա կա, բա ոնց քշեն։ Հա, իսկ այնտեղ ինչն է, որ ավելի քո համար կոմֆորտ է։ Այդ օրենքը, որ ինչ ուզում է լինի, ես գիտեմ, որ իմ հարցը ճիշտ ձևով կլուծվի, որովհետև եթե ես ծանոթ ու բան այնտեղ չկա։ Հա, այստեղ չես կան, այստեղ ես էլ եմ ծանոթներին շատ ինչ որ բաներ խառնում ու առաջ գնում, որը որ անկեղծ ասած ճիշտ չի։ Բայց դե էլի, ինչ անես։ Այնտեղ չկա տենց բան։ Դու չես կարող պետական տեղ ծանոթ ունենաս ու քեզ օգուտ տա։ Հա։ Ոչ մի բան չկա։ Տենց, մերակ է դա։ Թե չէ, բայց մեկը մեր Հայաստանն է ու ես համ հոգով սրտով կապված եմ ստեղ, համ այնքան հիշողություն ունեմ։ Ես ստեղ եմ սաղ կյանքս ես կասեի անցել, այդ ընդամենը 10 տարի է ինչ ընդեղ եմ, 15 տարի եղել եմ ստեղ, ավելի շատ ստեղ եմ եղել։ Հետո մանկությունս այդ հուշերը, որ ես տեսնում ինչ որ խանութ եմ մտնում, ինչ որ չեմ ծողիկ եմ տենում, այդ իմ համար այնքան կարևոր է, ու որ ուզում եմ խոսքի տանեմ ախպերներիս էլ այդ ծողիկը լյովին, որ իրանք տենան այդ իրենց մանկությունը հիշեն, տենց։ Բայց ոնց էր ադապտացիան, հեշտ կարողացաք միանգամից գտնեք ձեր աշխատանքը, կար ինչ-որ բան, որ հստակ դրա համար էի գնում, թե։ Չէ, անկեղծ ասած, ես ու մեծ ախպերս չենք ուզեցել գնանք ստեղից, որովհետև ես նոր էի ընդունվել Պարվեստի քոլեջից, իսկ իմ մեծ ախպերը արդեն 3-րդ կուրսում էր սովորում։ Դրա համար ոչ ես եմ ուզել, ոչ ինքը, ու ես հիշում եմ, որ մենք մտանք դեսպանատուն ու տենց մեզ ասացին, օքեյ, կարաք գնաք, մենք երկուսով ներվայնացել էինք, որ ինչի թողեցիք, ուտը մենք աղոթվենք, որ չլինի։ Բայց պապաս ա որոշել, ուղղակի պապայիս որոշմամբ հենց գնացել ենք։ Դե փոքր էինք, մեզ չէր հարցնելու էլի այդ պահին։ Ավելի լավ կյանքի համար։ Հա, ինքը ամենամեծ դժվարությունները որոնք էին, որ լեզուն։ Լեզուն էր դժվար, բայց այդ դժվարերը ավելի շատ երևի մինչև ընկերներ ձեռք բերել է, որովհետև այնտեղ այնց է, որ համ դպրոցում ես հայերեն խոսում, դասատուներդ հայ են։ Հայկական դպրոց է։ Չէ, ամերիկյան դպրոց։ Ոքի շատ հայ երեխեք կային։ Դու ընդհանրապես չես առնչվում ոչ մի ուրիշ օտարների հետ, չես շփվում, չես ընկերանում, արդեն դե հայը որ կա, դու արդեն հային ես, չէ՞ գնում։ Դժվարությունը սկզբից մենակ լեզվի առումով եմ զգացել, որտեղ փոքր էի ու որ ընկերներ չունեի, այդ ա եղել իմ բանը դժվարությունը։ Հետո բարի ստուդիաներ էի ման գալիս, որ մտնեմ բարեմ, այդ էլ էր դժվար, որտեղ ես տեղ արդեն ուսումնարան ուզում էի գնալ ուսումնարան, ոչ թե նորից դպրոց բարի, այդ էլ էր դժվար, բայց հետո երբ որ գտնում ես արդեն ամեն ինչ ադապտացվում է, այդ եմ ասում, եւ մի 2-3 ամիս կամ ասեմ սկզբի մի տարին, որ ավելի ճիշտ լինի։ Հա, ես պատկերացրել ես երբևէ
օտարերկրացի կողակցի կողքին։ Քանի որ փոքր եմ եղել, որ լյովի հետ սկսել եմ շփվել, այդ ընթացքում տենց շատ չեմ մտածել, որ կարելի է մինչև լյովը այդ եմ ասում չեմ մտածել, որտեղ փոքր երեխա էի, 16 տարեկան էի։ Հենց հասկացար լյովը հայտնի։ Հենց հասկացա արդեն չէի կարող հասկանալ։ Հենց հասկացա խոսքի հիմա եթե մտածեի, ես կարայի հա օտարերկրացու հետ, բայց ես չեմ ուզի։ Չէի ուզի։ Թե չէ ավելի հայավարի մի քիչ լավ է, էլի, որ հայ է։ Հա։ Որ գիտես խի, չգիտեմ, նույն հաղորդումները փոքր ժամանակ, ես անգամ չէի կարող ընդեղի ծնված տղայի հետ Ամերիկայում ծնված, որտեղ մտածել եք այդ շատ տարբեր է։ Ընդհանրություններն էլ իցում է, որ շատ քիչ են լինում, մշակույթը շատ նույնիսկ լեզվամտածողությունը Հայաստանում ծնված ու մեծացած ու Ամերիկայում շատ տարբեր է։ Շատ տարբեր է։ Դու կարող իրար հումորներ չհասկանաք։ Օրինակ նույն մի հատ լիովը նայում եմ մի հատ բառ ասում, Կարգին սերիալից օրինակի համար, ես ամբողջությամբ գիտեմ այդ ինչա, ու սկսում եք ծիծաղալ։ Հիմա դե արի տուն ասատրու ինչ եմ ասում։ Բայց այդ իրոք այդ կխանգար է շատ մեծ։ Չէ, այդ կխանգար է մեզ։ Դրա համար մենք ընտրեցինք իրար։ Որտեւ իր համար էլ դժվար կլներ։ Թե չէ ունենք ընկերներ, որ օրինակ ընդեղի ծնված են, շփվում ունենք, դες չբացարձակ կապ չունեմ, էլի ընդեղի ծնված մարդկանց հետ։ Բայց իմ համար ավելի հեշտ է Հայաստանում մեծացած տղու հետ։ Հա։ Բայց եթե օրինակի համար չլիներ ուրիշ բան կամ ես հանդիպեի ինչ-որ օտար տղու, ես նենց չի որ ասում եմ չէի կարա կամ չէին թողի, չէ։ Երջանկությունը ամենակարևորն է ու եթե ես ընտրեի ինչ-որ օտար տղու, հաստատ տնեցիներից դեմ չէին լինելու։ Կասին օքեյ, ում ուզում ես դու։ Այդ առումով լավ է։ Որն այն ամենա շատ տրվող հարցերը, որ քեզ տալիս են։ Արդյոք ամուսնացած եմ լյովի հետ թե չէ։ Եթե ամուսնացած չեմ, ինչ ենք իրար հետ ապրում։ Եթե ամուսնացած չեմ, երբ եմ ամուսնանալու։ Երեխա ունեմ թե չէ, ուզում եմ ունենամ թե չէ։ Okay. Okay, դե պատասխանի։ Չունեմ։ Չէ, երեխա չունենք, որովհետև ամուսնացած չենք։ Երբ ենք ամուսնանալու, չենք ամուսնանալու։ Չենք ամուսնանալու, ասես նշանված էլի լավ։ Իրար Պլանավորում եք։ Դեռ ոչ։ Չենք պլանավորում։ Չենք պլանավորում։ Դեռ ոչ շուտով։ Չեմ գտրել։ Չգիտեմ պատասխանը։ Կարևոր է քեզ համար, թե ձեր, հա։ Շատ որտեղ իրար հետ ապրենք։ Հա, բայց հա շատ կարևոր։ Մենք որտեղ մնացինք։ Չենք ամուսնանալ։ Չենք ամուսնանալ։ Հա, ասիր ուզում ես ամուսնանալ, թե չէ։ Հա։ Հա, ուզում եմ։ Ինչն է ամենաշատը մեծ ցանկությունը, ինչի է դա։ Դե ու նախ ուզում եմ Աստծո օրհնությունը ստանամ եկեղեցում, այդ այն համար շատ կարևոր։ Ու դե ուզում եմ էլի փոքր ժամանակվանից sense podcast մեզ չի աղջիկ վիճակ, sense ամուսնանաս հարցի շոր հագնես, հա ես էլ եմ ուզում։ Մենք որ խոսում ենք, sense փոփորություն է ստեղծվում, որ no, մենք չենք ուզում, դեռ չէ բան։ Ինչ որ ինչի է դա կապված, թե հարցերը շատ են ուզում ես մի քիչ կտրուկ պատասխանես, որ էլ չանդրադառնան։ Հարցերը այնքան շատ են, որ արդեն այդ ամենից ելնելով եմ ասում, չէ, չենք ամուսնանալու ու վերջ։ Որ էլ հարց չտան։ Բայց դե ամուսնանալու ենք, էլի ոտ կան, չամուսնանալու։ Հա։ Չէ, ամուսնանալու ենք։ Սպասեք կամուսնանանք, էլի մի օր։ Էլ ինչ հարցեր կան, երեխաներ չունեն։ Չէ, երեխաներ չունենք։ Երեք ստորեմ չունենք։ Երեխաներ չունենք, բայց շատ եմ ուզում ունենամ։ Հա, շատ։ Baby, բանցած փոքր իզնից ու լյովից։ Բարգեսումս մի հատ։ Հա, մի հատ իզնից, մի հատ լյովից։ Երկուսից լինի հերիքա։ Մի հատ։ Պահանջկոտ ես։ Ոբշե։ Հարաբերություններում։ Ես բացարձակ պահանջկոտ չեմ։ Ինձ թվում է դա լա, նայ իմ կարծիքով տղեկը հոգնում են պահանջկոտ աղջիկներից։ Պահանջկոտ ինչ պահանջների մասն է խոսքը։ Օրինակ, ստեղ գնանք, այնտեղ գնանք, ինձ է սար։ Հա։ Կյանքում չեմ ասել լովին ինձ էս բանը կառնես։ Կառնես էլ չէ, առ։ Ես ոչ չունեմ բանց մտող։ Չէ, այդ հոգնեցնող է ու խանդը։ Հոգնեցնող, այլ օրինակ ես
ինքնուրույն եմ շատ։ Ես գիտեմ, որ ես ուզում եմ ես կառնեմ, իսկ ինքը թող առնի այն, ինչը ինքն է ուզում։ Ես ոնց որ հնարավորություն ունեմ իմ համար ստեղծելու այն, ինչ ես ուզում եմ, ես չեմ ուզում ոնց որ այդ առումով իրան անհանգստացնեմ եւ այլն, որովհետեւ ինքը բավարար ֆայմ ունի, խելք ունի, շնորհք ունի, կանի այն, ինչը ինքն է ուզում։ Հետո ես հեսա ինձ լավ էլ չեմ զգա, որ իմ ասածով հա առին ձեզ։ No։ Այդ պահանջները ինձ թվում է կխանգարի ու ինձ թվում է նաև հարաբերություններում շատ խանգարում է խանդը։ Խանդոտ չես։ Բացարձակ։ Հա։ Ինչի խանդեմ։ Ես գիտեմ, որ ինքը ինձ սիրում է։ Քանի ցերիք է։ Իսկ լավ է։ Ինքն էլ չի խանդում։ Հա։ Ունեցել եք տենց շրջան։ Չէ։ Խանդի։ Ոչ թե չի, ես ինչ ասես անեմ, ինքը ինձ չխանդի։ Հա։ Բնականաբար, եթե ես ինչ-որ բան նկատեմ, ես էլ կխանդեմ, ինձ էլ դուր չի գա, բայց քանի որ երբեք չի եղել ու ես գիտեմ, որ ինքը չի էլ անի ոչ մի բան, դրա համար ես իրան ավելորդ անգամ չեմ ծարաբեռնում, ուր ես, ինչ ես, չգիտեմ, ում հետ ես, դա ինչ հարցեր է, ես չեմ սիրում տղուն տենց հարցեր տալ։ Որտեվ եթե հասուն մարդ է, ինքը գիտի, չէ, որտեղ է, ում հետ է, խի է ու կգա։ Միշտ այդ մտածելակերպով եղա ինքն էլ։ Հա։ Ու այդ մեզ շատ է օգնում։ Օրինակ ես որ եկել եմ ստեղ, ես կարող եմ մի օր իմ տղա ընկերների հետ մենակ դուրս գամ, մի օր, չգիտեմ, գնամ քաղաքից դուրս, ախր այդ նորմալ է։ Եթե ես եկել եմ ստեղ ու տարիներ չեմ տեսնում իմ ընկերներին, ինքն էլ ունի ընկերներ, ես լրիվ օքեյ եմ իր աղջիկ ընկերների հետ, լրիվ օքեյ որ ինքը գնա իր աղջիկ ընկերների հետ, շփվի, այդ նորմալ է։ Ընկերությունը մեկ է հարաբերությունները, մարդիկ խառնում են իրար։ Հա։ Այստեղ շատ են, ես օրինակ ունեցել եմ աղջիկ ընկերներ, ովքեր որ եթե տղա է գալիս, բերեկերներից չեն գալիս։ Որտեղ իրանք ամուսնացած են ու իրանք ամուսինը չի թողնում։ Բայց ես այդ իրոք չեմ հասկանում ինչն է պատճառը, էլի, որտեղ խոսքի համեստ տղան է օրինակ ամուսնացած, համեստ աղջիկն է ամուսնացած։ Եթե այդ մարդիկ ամուսնացած են, ինչ է լինում։ Ինչի՞ց եք խոսափում։ Ինչի՞ց եք խոսափում, երկուստի ամուսնացած եք ու ընկերներ եք համել եկեք, տեսեք իրար։ Իսկ ինչ որ բաներ կա, որ դու հստակ ասում ես, ես այս եմ ուզում, իմ համար էսա կարևոր, չգիտեմ, այդ պահանջմունքների դրա հետ կապված։ Ես չի եղել տենց դեպք, բայց օրինակ վստահությունը իմ համար շատ կարևոր է։ Ես սիրում եմ, որ ինձ վստահում են, որովհետև ես գիտեմ որտեղ ինձ ոնց պահեմ, գիտեմ որտեղ ինձ ինչ չափով օրինակ թեկուս հագուստի առումով ինչ հագնեմ, որովհետև օրինակ այդտեղ ճիշտ է այդ հագնելը։ Նույն կարճ հագնելը, նույն բաց հագնելը, ոնց որ կոպիտ ասած ես իմ չափերը շատ լավ գիտեմ, դրա համար ինձ դուր չի գա, որ թեկուզ օրինակ իմ papan ինձ կողքից ասի օրինակ էս մի հագի, որովհետև ես գիտեմ, եթե ես դա հագել եմ, ուրեմն այդ օքեյ է։ Լովի կողմից չկան ինչ որ սահմանափակումներ, որ ասի չէ, սա պետք չի անես, օրինակ չարժի։ Տենց եթե ասում է, այդ օքեյ է, այդ ընդունվում է։ Ես չեմ անում։ Կապված ոնց է ասում։ Կապված ոնց է ասում։ Այդ շատ կարևոր է։ Ես չեմ սիրում հրամայել, որ ինձ հրամայում են, թե չէ այդ որ ասում ես տենց ասել, այդ շատ լինում է, լավ խոսքի ասում ես չեմ կարծում որ ստե կարաս այդ հաս, խոսքի ճիշտ չի իմ կարծիքով որ գնաս տեղ։ Ոչ թե ասում եմ չգնաս այդտեղ կամ դու չես կարա գնաս այդտեղ։ Չէ, ուղղակի ասում եմ իմ կարծիքով կարաս չես այդտեղ ու վсё։ Ու վсё, ես չեմ գնում։ Կարևոր չի ինչ ես ասում, այնքան թե ոնց ես ասում։ Իրոք այդ շատ կարևոր է։ Որտեվ տղերքը պետք է հասկանան, որ պետք է հրամայեն։ Հա, դու էլ ոնց որ կուզես անես նույնիսկ այդ ձև ոնց ինքն է ուզում, որովհետև ինքն սիրուն է մատուցում, սիրուն է ասում։ Ապրես, օրինակ նույն բանը, ես ինչ որ սխալ բան չէի հագել, այսօր գալուց, բայց ուղղակի ինքը ասեց սիրուն չի, կարաս փոխվես։ Ես կարայի չփոխվեի, որտեվ ուղղակի իմ համար սիրուն էր, իր համար սիրուն չէր։ Բայց քանի որ ինքը ասեց կարաս փոխվես, ես փոխվեցի։ Զուտ այդ իր ասացի համար, որ ինքը տենց սիրուն ասեց։ Բայց այդ նշանակեց, որ իր սրտով չէր, այսինքն եթե ինքը ասեր, ինչ ես հագել, մի թափով փոխվի, այդ նշանակում որ ինքը հրամայում է։ Ու հիմնականում դղեկը տենց են խոսում աղջիկների հետ։ Շատ ցած գրեհիկ ու կոպիտ են խոսում։ Թափով աղջի հելը գնով, ինչու չեմ ասում տարապ։ Տրավմաներ է դա, մանկական տրավման։ Չէ, պետք չի տենց խոսալ, աղջիկան պետքա փայփայել։ Այո, թագուպես փայել։ Բայց տղենը պետք է լինի թակավոր, ոչ թե տղեն դառնա ճուբ։ Չէ, պետքա տղեն։ Դա է շատ ճիշտ, որ եթե ասում ես քեզ թագուպես փայեն, իրոք պետքա դու թակավորի ընտրես, որովհետև չի կարա։ Չի կարա։ Շատ, չգիտեմ, այդ արժեքներից դուրս մարդը գա ու քեզ տենց լավ վերաբերվի, ինքը պետքա դրա կրողը լինի առաջին հերթին։
Չէ, ճիշտ ես ասում։ Որն է ամենալավ խորհուրդը, որ լսել ես երբևէ քեզ տվել են։ Անկեղծ ասեմ, ես խորհուրդներ չեմ վերցնում։ Չէ։ Էդ էլ է երևի վատ բան։ Իսկ տալիս ես խորհուրդ։ Խորհուրդ շատ եմ տալիս։ Դե դուր, որն է այդ ամենալավ խորհուրդը, որ աղջիկներին ովքեր մեզ դիտում են, որ ինքնավստահ լինեն, իրենց արժեքները գնահատեն, որովհետև ցանկացած աղջիկ շատ արժեքներ ունի, ուղղակի պետք է հասկանաք որն է ձեր արժեքը այս կյանքում։ Ու գնահատեք ձեր արժեքները։ Կրթվեք, ինքնակրթվեք, այդ շատ սիրուն բան է, չգիտեմ, որ դու ինքդ քեզնով ինքնակրթվում ես, այդ շատ հասունացեք։ Շատ աղջիկներ եմ տենում իմ տարիքի, որ շատ անհասուն են։ Չգիտեմ էդ էլ ինչից է։ Ու ձեր կողակիցներին մի հրամեք ոչ մի բան, որովհետև ոչ մեկին ոչ մի պարտավոր չի այս կյանքում։ Չգիտեմ, լավ բաներ եմ ուզում ասել եկա։ Ու սիրեք, սիրված արեք, բայց պիտի մի հատ դեմից սիրված լինեք, այդ նոր սիրեք։ նոր սիրեք։ Հա։ Այդ ամենակարևորն է այս կյանքում։ Հա, սիրեք, սիրեք։ Անկամ ձայներ։ Հա։ Շատ ապրեսոր եկար, ժամանակ գտար, շատ գնահատում, շատ շնորհակալ եմ, որ քեզ խիտ զբաղված գրաֆիկում ինձ համար ու մեզ դիտողների համար ժամանակ կարողացար հատկացնել։ Մենք շատ ուրախ կլինենք քեզ Հայաստանում շատ տեսնել եւ տարբեր առիթներով, տարբեր տեղ հյուրընկալել։ Մերսի շատ, ես էլ շատ ուրախ եմ, որ ինձ հրավիրել ես։ Ու շատ ուրախ եմ, որ թեկուզ իրական իմ համար ինձ առաջին անգամն է։ Հա, ես էլ տեսա, որ չեմ գնացել։ Աղջիկներ, vibe-ը ես հիմա կասեմ, միշտ շատ կարևորում են, ես շատ ցենց աղջիկական, կանացի, թեթև, ընդհանրապես ցենց մի գրամ նույնիսկ մեծամտություն եւ այլն չկա, չէ։ Ինձ ասում են գոռոզ եմ։ No. Ես գոռոզ չեմ։ Բա ոնց լինես։ Եթե դու անծանոթ միջավայրում ես, եթե դու ոչ մեկին չես ճանաչում, աննորմալ է որ դու գնաս ու սենց միանգամից ինտեգրվես բոլորի հետ ջերմ լինես։ Ես զգում եմ ինտեգրես ոնց լինես, էլի ջերմ լինես եւ այլն, բայց ոնց որ սենց շատ չափերից մեջ չփորձես էլի շատ սենց այդ ավելի ահավոր է, քան ուղղակի դու ոնց որ հա որ գալիս են ու բան լինեն։ Չէ։ Դե լավ շատ հաճելի, դու էլ շատ իրական դրական աղջիկ ես։ Ես մի անգամ եկա ու ոնց որ հազար տասած ամոթ լինենք։ Չէ, շատ հաճելի, շատ ուրախ եմ։ Անպայման գնայեմ, անպայման կիսվեմ, որ իմ հետևորդներն եմ ուտեն, նայեն։ Ապրեսը։ Քեզ բարի թռիչք ենք մաղթում եւ սպասում ենք հա գնաս հասնես քո կեսի եւ սպասում ենք քո վերադարձին նորից Հայաստան։ Շնորհակալ եմ, որ դիտեցիք։ Կարող եք մեզ հետևել Instagram-ում եւ կարող եք բաժանորդագրվել YouTube-յան ալիքին ու եթե հավանում եք մեզ լավ մեկնաբանություններ գրեք, մենք շատ սիրում ենք որ մեզ լավ բաներ եք գրում։ Ինքնին լավն է։ Հա։ Quality-ը դե կարող եք Quality-ը չի ճանաչում, բայց արդեն ծանոթացել ենք այսօր։ Ես քեզ համար բերել եմ Quality-ի։ Ծանր է, Սիմոն ստանը։ Բավականին, հա։ Իսկ բագաժ որտե՞ղ։ Չգիտեմ։ Դե ինչ շնորհակալ եմ որ դիտեցիք։ Լավ եղեք։ Bye bye. Bye bye.